Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն Գողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստծո հոգին մեր վրա թողուլա իմաստություն դա մեզ այս գիրագի անարագի գիրագի է Դեր Հիսուս Քրիստոսի ուղղած ավետարանի մեջ պատմած արակներն մեգեն գարնե իր իմաստը իր անունը սակայն այսօրվան ընթերցումի մեջ երեք գործվածի մասին է խոսքը գործված ոչխար, գործված տրամ եւ գործված երդասարտը որոնք կգտնվին եւ մեծ ուրախություն կպատճառեն քծողներուն սիրտին մեջ Ուրեմն Դեր Հիսուս այս արակներու ինչու համար պատմեց Ղուկաս 15-րդ գլխի սկիզբը արդեն կբացատրե գսե որ շատ մաքսավորներ ու մեղավորներ Հիսուսին կմոտենային իր մել լսելու համար իսկ փարիսեցիներ ու թբիրներ դրդուն չկնեին ու գսեին ասիկա մեղավորները կընդունի եւ անոնց հետ կուդե Ուրեմն ավետարաններու մեջ շարունակ գրտնվող թեմաներն մեկն է Դեր Հիսուսի մեղավորներուն հանդեպ ցուցաբերած կեցվածքը իր ժամանակի գրոնավորներու գոմե լավ աչքով չդիտվիր եւ չեն ուզերալ Հիսուսի նպատակը տեսնել ասոր մեջ ուրեմն իրենց աչքին արդեն մարդիկ որոշ ժամանակ հետո կճշտեն իրենց ոչ միայն այս աշխարհի ճակատագիրը, այս ամբողջ հավերժության ընթացքին իր ճակատագիրը։ Այսինքն եթե 30 տարեկան այդ մարդը մեղավոր եղել է, մեղավորի համբավ ունի, հավանաբար փարիսեցիները եւ սադուկեցիները իրենց հույսը գդրած էին եւ գսեին որ ասոնք այլևս չեն գնար փրկվել։ Պետք է ցկենք չհետաքրքրվենք, անոնց հետ չերևենք, որովհետև մենք կաղդոտվենք անոնցմը։ Եվ Դեր Հիսուս հարգավ թե կզարմանար այս մարդոց վրա, որոնց բարդականություն հոգիներու փրկությունն է եւ այսքան թյուրին աչքի կհանեն իրենց եղբայրները, այո վիրավոր, այո գործված, այո իրավես հանցավոր թերևս բայց կարելի է շտկվին Աստված մինչև մահ մարդուն ազատ կամք տված է վերաթարնալու համար եւ որպես հայր կսպասե իրենց վերաթարնալը եւ իրենք շատ լավ գիտեին որ 5 դարային մարգարեներով Աստված բացահայտ կերպով ըսած էր ես չեմ ուրախանար մեղավորի կործանում են այլ անոր մեղքերեն վերաթարնալ են ապաշխարել են ուրեմն Մեղավորի ճամփան սպասո Աստվածը կնկարագրե Տեր Հիսուս Քրիստոս եւ ով որ Աստծո զավակն է ով որ փրկված է պետք է գործվածներու յետևեն երթա եւ անոնց փրկչակորձական առաքելության մաս կազմը Ուրեմն այս արակները Հիսուս այս մարդոց պատմեց որ գործվածը ոչնչացած չէ տակավին եւ գործվածը արժեք կներկայացնե տակավին եւ երբ որ գտնես արդեն քու ցերկդ մեջ եղածներն ավելի շատ կուրախանաս Հիսուս այս արագը խոսեցավ անոնց սելով ցեզ մե ով է այն մարդը որ եթե 100 ոչխար ունենա եւ անոնց մեկը գործընծնե 99 չի ցկեր անաբադին մեջ ու այն գործվածին յետևեն երթար մինչև զանիկա գտնե եւ երբ գտնե ուրախանալով իր ուսերուն վրա գտնե զանիկա եւ դունը կալով կգանչե բարեկամներն ու թրացիները եւ անոնց կսե ուրախ եղեք ինձ հետ վասնզի իմ գործված ոչխարս կդա Սեզի գսեմ, թե այսպես ավելի ուրախություն բիդը ըլլա երգինքը մեկ մեղավորի համար, որ գաբաշխարե
քան թե 99 արդարներու համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Եվ ուրիշ արագ մնալ պատմեց գործված տրամի մասին։ Կամ թե ով է այն գինը, որ 10 տրամ ունենա եւ տրամը գործընծնե, ջրակ չի վարեր եւ դանը մեջ ավել չի զարներ եւ ուսկուշությամբ չփնդրեր, մինչեւ որ գտնե, ու երբ գտնե կգանչե բարեկամներն ու թրացիները եւ գսե ուրախ եղեք ինձ հետ, վասնզի իմ գործընծած տրամս կդա, այնպես ալ ցեզի գսեմ ուրախություն գլա Աստուծո հրեշտակներուն արչև մեկ մեղավորի համար, որ գաբաշխարե։ Եվ հետո դեր Հիսուս երրորդ արագը կպատմե գործված դուղումի մասին։ Եվ երբ որ մարդը ակարագիդեր աղամը երկու որդիներ ունի եւ գրծեր գուքա հոր մեկը խնդրե որ իր ժարանքը երկուքի բաժնե եւ իրեն ինգած բաժինը տա հայրը գուտա տրամի վերածելով օդար երգիր գերթա եւ շատ քեշ գերբով գվատնե իր ունեցվածքը եւ սով գելլե երկրին մեջ խոզ արածելու գուղարգեն եւ խոզերու գերած ուդերիկան իրեն չեն դար եւ այդ վիճակին մեջ ինքն գուքա եւ գսե երթամ իմ հորստունը եւ իմ հորստունը կորձավորները նույնիսկ ինձ մե ավելի լավ վիճակի մեջ է երթամ ներողություն խնդրեմ հայրս ողորմած է կներե ինձի գերթա եւ հայրը հերույեն գտեսնե գքրգե զարաներ գանչե գսե հին հակուստները բերեք ասոր բարարտ եզը մորթեցեք ուրախանանք սվարջանանք մադանին թրեք իր մադին կոշիկները բերեք որովհետև իմ այս որդիս կորսված էր գտնվեցավ մեռածեր հարություն արավ ուրեմն այս արագին երկրորդ մասնալ փարիսեցիներու համար կպատմե իսկ մեծ եղբայրը որ փարիսեցիները կներկայացնե հոս եւ օրգլսե թե հայրը ընդունեց իր փոքր եղբայրը առանց բադիժի եւ անոր համար խրախճանք սարքեց բարարտ եզը մորթեց մեծ փարգությամբ ներս մտնել չուզեր հայրը դուրս կուքա գսե որ այս ինչ է դղաս քու եղբայրդ եկավ պետք է ուրախանաս չէ գսե այս կանդարի քեզ եդեմ թուն ինձ մեկ հատնու ոչխար չդվիր որ իմ բարեկամներուս հետ ուդեմ խմեմ բայց այս քու որդիդ որ բորնիկներու հետ գերավ քու ունեցված կտվատնեց անոր բարարտ եզը մորթեցիր խրախճանք սարքեցիր հայրը գսե որ որդյակ այն ինչ որ ես ունիմ քու գտա արդեն ով խնայեց քեզ մե ոչ մեկ բան բայց պետք է ուրախանալ որովհետև քու եղբայրդ քու այս եղբայրդ իմ զավակս է բայց քու եղբայրդ վերադարձավ կորսված էր գտնվեցավ մեռած էր հարություն արավ պետք էր ուրախանալ եւ Հիսուս սեր գուզե որ իմ կոզ ցերդեսած այս մեղավորները ասոն կփրկվին իրենց կյանքը կփոխվի մաքուր մարդիկ կլան ասոն ցեր եղբայրներն են որքան ես կուրախանամ դուք ալ պետք է ուրախանաք որքան որ Աստված կուրախանա դուք ալ պետք է ուրախանաք որովհետև ցեր եղբայրներն են բայց եւ այնպես նախանցը մարդուն հոգին մեջն է եւ շատ հաջող մենք մարդու արժեքը չենք գիտեր եւ Աստուծո աչքով չենք նայիր մենք Անարակ որդի մասին թրքերեն կարոզես մեջ պիտի խոսիմ ես այդ արագի վերապերյալ բայց ես կուզեմ խոսիլ առհասարակ այս կորսված ըլլալու մեր վիճակի մասին որովհետև ընդհանրապես մարդ ինքսին կորսված չի գարձեր մինչև որ հանգիստ է ինքը մեծ վտանգներու ենթարկված չէ փորը եթե կուշտ է
շուրջը բարեկամներ ունի, սպամունք ունի, ծմերը դակուկտուն, ամարը զով միջավայր ունի, շատ բանչուզեր մարդը։ Բայց եւ այնպես այս բոլորը մեզի չի փաստեր, որ մենք գործված չենք։ Մարդը գործվելով գուկա այս աշխարհ։ Երախան մտածեցեք։ Աշխարհ եկած այդ անպաշտպան փոքրիկը հայրը եւ մայրը ծնողները դեր թիգուն կգանքնին եւ գսիրեն այդ երախան։ Հետևաբար մենք կգտնվենք եւ մենք մեր այս գործված վիճակը մասամբ կթարմանվի մեր ծնողներու շնորհիվ։ Հարգավ թե այդ խապկան կստեղծե մեր աչքին, որ մեր հիմնական ծնողքը մեր հայրը եւ մայրն է։ Աստծո մեծակույն շնորհքներն մեկն հարգավ թե մենք հայր եւ մայր ունենանք, հատկապես առողջ, մարմնապես եւ հոգեպես առողջ ընտանիքին մեջ մեծնանք մենք, աշխարհի մեծակույն ներդրումն ասիկա, բայց մեր հիմնական ծնողքը չեն մեր հայրը եւ մայրը։ Զարմացակ։ Տեր Հիսուսի զարմանալի խոսքերն մեկն է, դուք ձեզի աշխարհի վրա ոչ մեկը հայր մի գոչեք, որովհետեւ ծեր հայրը երկնավոր հայրն է։ Բայց ապա մենք շարունակ կգոչենք, դուք ինձ կգոչեք պատվիարք հայր, սրբազան հայր, հայր սուրբ, Տեր հայր, մեր հայրերը հայր գոչելն չենք թատրիր, որովհետև Տեր Հիսուս ալ չսեր, որ այս արումով չսեր, կործածեցեք կսե Տեր Հիսուս, հայր պարը տանգակին արգավտ է, բայց իմացեք, որ բոլոր հայրերը իրենց հայրությունը, մայրությունը գարնեն մեծ ծնող են, երկնավոր հոր, եւ մենք բոլորս գործված ենք այս աշխարհի մեջ։ Մեր ծնողները մեր անցումային շրջանին այս երկրային յանքին մեր հայրերը եւ մայրերը են։ Իսկ մարդու հոգին, որ հավիտենական անցյալ եւ ապակա ունի, իր ծնողը Աստված է։ Եվ որ Ադամ եւ Եվային ստեղծեց եւ անոնց ռունքերեն փչեց իր շունչը Աստված անասուններեն դարբեր ուլալով անոնք աբրով էակներ վերածվեցան եւ նաեւ դարձան Աստծո զավակ։ Աստված մեր մեջը գաբրե հատկապես Քրիստոսով փրկութենեն հետո Սուրբ Հոգին գուքա եւ գփնագի մեր մեջը եւ վերստին Աստված մեր ծնողը գլա կգտնենք մենք Աստված, ավելի շատակ Աստված կգտնեմ ես։ Ուրեմն մենք շարունակ կգտնվենք, ուրիշներ կգտնեն մեզ։ Չեմ գիտեր գրնակ հիշել, բայց ես կհիշեմ 4-5 տարեկանից քիրքերուն գնայեի մեծերու խոսակցության գլսեի, պամը չէի հասկնար։ Չհասկացված դիքիտության աշխարհին մեջ էի գործված։ Հետո գամած խոսից սորվեցանք, հետո թուբրոց կացինք, այփենքիմ սորվեցանք, քրել գարթալ սորվեցանք։ Մեր ուսուցիչները մեր փրկիչ դարձան, մեզի գործվածութենեն փրկեցին, լույս փերն անորամար խոսք մգսե մայրերը զավակ գծնանին, բայց մայրերն են, որ մարդ կդարձնեն սանոնք։ Հետո այն բոլոր քիրքերը մեր դիքիդությունը փարադեցին, այդ ամեն մեկ քիրքը քրողը կյանք մտրած է անոր, լույս մու փերած է մեզ այդ քիրքերով, շատերը իրավես մեր գործված հիշողությունը ետբերն, ճշմարտությունը հիշեցինք այդ քիրքերը գարթալով մենք։ Երբ որ հիվանդացանք
Եվ որ մեր առողջությունը գործընթացինք բժիշկ մկդա մեր առողջությունը։ Եկավ եւ մեր դարաբանքներն, մեր ցավերն փրկեց մեզ։ Երբեմն օրենքներու հետ խնդիր ունեցանք։ Այդ օրենքներու անդարին մեջ գործվեցանք, փաստապամ եկավ մեզ այդ գործված վիճակեն դուրս հանեց։ Այսինքն գարզես թե մարդուն այս աշխարհի վրա հիմնական առաքելություններն մեկն ալ ուրիշները այս վիճակներն փրկելն է։ Երբեմն ցերդուի մեջ մի փոքր բան մգավրվի, փոքր է դերևս, բայց ցեզ համար այնքան մեծ է, որ մեկը գանչեք նորոքարարմը գուքա եւ մի քանի վարգանի մեջ կշտկե եւ ցեզ այդ կորսված վիճակեն կփրկե, կհանգստանաք։ Եվ Աստված գսե որ քու բարդականությունը թե նաեւ այդ կորսվածը փնտրել։ Տեր Հիսուս այս արագը միայն գրոնական արումով չխոսիր։ Մարդուն աշխարհի վրա բարդականություններն մեկը այն է, որ իր գործված եղբայրները եւ քույրերը գտնե, զորացնե, ուրախացնե, երջանիկ դարձնե։ Միասնապար ավելի քեյցիկ աշխարհը կազմենք մենք։ Բայց այսօր համար նախ եւ առաջ պետք է մենք հասկանանք հոգիներու արժեքը ինչ է։ Որոշ բաներ գրնան գործվել, հետո իդ գրնակ գտնել գործված դրամը ավելիով գրնակ շահիր, գործված առողջությունը գրնակ իդ փերել։ Բարեկամը գործընծնեք, ուրիշ բարեկամը գտնեք։ Բայց ցանկը եւ որ գործվի, եթե մեկը իր հոգին գործընծնե, ինչով գրնա թարմանել։ Տեր Հիսուսով եթե մեկ ամբողջ աշխարհի շահի, բայց իր հոգին գործունցնե, ինչպես պիտի ինչ պիտի շահի, ոչ մեկ բան։ Ուրեմն ինչ սեր է հոգին գործունցնել։ Ինչու համար Տեր Հիսուս իր կյանքը տվավ մեզի համար, մեր հոգիները փրկելու համար։ Ինչ կոբեկ կարժե մարդու հոգին։ Անհուն Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որպես անոր հավատացողները չգործվին, այլ ունենան հավիտենական կյանք։ Մարդու հոգին Աստծո աչքին եւ իսկության մեջ հավերժական արժեք ունի եւ ամեն մեկ մարդու հոգին։ Մեր չհավնած մարդու հոգին, մեր թշնամիի հոգին, մեզի խափած մարդու հոգին, ինքսինք խափած մարդու հոգին, թմրեմոլի հոգին, կինեմոլի հոգին, ամեն մարդու հոգին թանկագին է, արժեք ունի եւ այդ արժեքյան չի զրկվիր ինքը մինչև մեռնի։ Նույնիսկ մեռնելը հետո չգործունցներ։ Անորամար Աստված թժող եւ տրախտ ստեղծերը։ Թժողը նույնիսկ հույս կներշնչե հոնդե մտնողին համար, որովհետև այդ փաստն է, որ Աստված դակավին կսպաղվի այդ հոգին հետ։ Դակավին մակրել գուսանիկա։ Մեզ համար փակ ճամփամն է, փակ թուրմն է, վարակուրմն է։ Դակավին մենք չենք դեր իրապես թժողը ինչ է եւ հոնկացողները ինչ պիտի լան ի վերջո։ Հայտնությունը որ մեծի դրված է շատ բղդոր է, բայց նույնիսկ մարդուն հոգին թժող ուղարկվի, ինչպես տրախտ կերտա Աստծո համար թանկագին է, դակավին հոնալ թանկագին է։ Բայց եւ այնպես մարդը գրնա գործվիլ, ինչպես որ մեկը իր տրամը գործունցնե, մեկը թանկագին իր մը գործունցնե, անիկա դակավին իր արժեքը կշարունակե արժեք ըլլալը։ Այսինքն ծեր
ոսկի մադանին ամուսնության ալյանսը ցեխոտ դերմը ինա ցեխերուն մեջ ինչ կգնեք գցկեք եւ գերտակ չէ ծեր ցերկերը այդ ցեխին մեջ կխոթեք չեք քաշվիր եւ երբ որ գտնեք անիգա գուրախանակ որովհետեւ գիտեք որ ծեր ցերկերն ալ կարելի է մաքրել այդ ոսկին ալ կարելի է մաքրել եւ մաքրվել է հետո գարձես թե առաջին օրվան բեսը մեղքը որքան գտապանցե մարդուն աստվածապանական խնդիր է եւ ցեզ ասեմ եկեղեցիներ ալ տարբեր մեկնաբանություններ ունեն ուրեմն գաթողիկյան եւ փոքական աստվածապանությունը գհենու սեուտ է մեղքը նորոգել անգարելի է մենք մեղավոր ենք եւ հավիդյանից մեղավոր պիտի մնանք Հիսուս Քրիստոս մեզ կարդարացնե որպես մեղավորներ այսինքն մեր մեղքերու քինը գվճարե եւ իր արյունով գծածկե մեր մեղավորությունը հետավապար մենք շնորհքով կփրկվենք որովհետեւ մեղքը առաջին մեղքն սկսյալ թափանցած է մինչեւ մեր հոգի խորքերը ուղղափառ աստվածապանությունը գսե որ չէ մարդուն ներսը ամենեն խորը այդ հոգին սահմանները դեր մգա որ ոչ մեկ բան չի գրնար աղտոտել փացի մարդն այսինքն անիգայալ գաղտոտվի որովհետև մեզ հանձնված է բայց եթե մենք չենք արդոներ եւ եթե կարողանանք Աստծո զորությամբ Տեր Հիսուս Քրիստոսի փրկչակորձությամբ Սուրբ Հոգիով մենք կրնանք մաքրվել մեղքան փոլորովին եւ մեր հոգին կատարյալ վիճակին գրնա հասնել եւ ներկա վիճակին մեջ ալ մարդուն մեղքերը մինչև մեռնի այդ ամենեն ներքին մասը չանցներ այսինքն փդացությունը մտածեցեք խնցորմը գպդի անգեբ ծեր փոլոր հույսը գրնակ գործունցնել իրապես քեդին ինգացե որտնացը գպդի այլևս սերցերքը չեք գրնար արնել աղբի պետք է վերածվի աղբի ուղղափառ եկեղեցին գսե որ դակավին անոր գուտերը գա սերմերը գա անոնց մեջ այդ փդությունը չէ հասած աշխարհի ամենեն մեծ մեղավորին նույնիսկ այդ փդությունը չհացած այսինքն սատանայի պես չենք մենք այդ է բաժարը որ մինչև վերջին վարքյան գրնա մեկը փրկվի խաչին վրա Հիսուսի հետ խաչված այդ ավազակին վերջին վարքյանին փրկվելուն պես անոր համար է որ մենք կերտանք վերջին վարքյանին հաղորդություն տալ գուսենք մեր հիվանդներուն վերջին վարքյանին գուսենք վերջին ապաշխարությունը ունե հետևաբար մարդու հոգին այս մեծ արժեքը ունի Աստուծո աչքին եւ մենք եւս պետք է ունենանք այդ արժեքը պետք է գիտնանք իմանանք եւ յուրացնենք որ մարդը այս անկին արժեք ունի ռուս քրողը որ հավատացյալ էր Թուրգանևը ուրեմն ինքը երազը կտեսնե երազին մեջ ռուս եկեղեցին մեջ է իկոնայի Քրիստոսի իկոնային մեջ արչև գաղութ է Քրիստոսին բայց մեկ կսկա երազի մեջ որ Քրիստոս յետևն է եւ յետևը գտարնա հուզումով կտեսնա որ հոնդե ռուս քյուղացիմը գեցերը իր աուդոթակուստներով այդպես փդած ադամներով սխալած եմ գսե եւ վերստին գտարնա իկոնային եւ գաղութը բայց գրքին գսկա որ յետևն է Քրիստոսը գտարնա այս անգամ ռուս քյուղացի գիմը գա
Հետո գթարնա գրգին գաուտը գրգին Հիսուս յետևնե գթարնա կդեսնա որ մանուկը հոնգեցեր է եւ երբ որ գարտնա այս տարօրինակ երասով ինքը ամիջապես կհասկնա որ ասիկա ավետարանին խոսքն է այսինքն եթե այս փոքրիկներն իմ աննովս մեկ կավատ բաղջուր խմցնեք վարչացությունը պիտի չգործունցնեք, որովհետև անոթի է հացտվիկ, ծարավեի չուրդվիկ, հիվանդանոց էի փանդին մեջ էի այցելեցիք, երբ որ ինքասիգա եւ որ այս փոքրերեն մեկուն ռեքինցի ըրած եղավ։ Ուրեմն Քրիստոս գուցե որ մեր նայվածքը փոխվի մեր թրացի նկատմամբ եւ անոր մեջ մենք մեզի տեսնենք, մեծ արժեք մտեսնենք Աստուծո տեսնենք հոն արդարև Հովանես Սարաքյալը հստակ կերպով գսե որ եթե իր տեսած եղբայրը սիրող մեկը գսե որ ես չտեսած Աստվածս կսիրեմ սուտ կխոսի որովհետև Աստված քու տեսած այդ մարդուն կնմանի այդ մարդը Աստծո նմանությամբ ստեղծված է Եթե օրը Աստված քեզի հետ խոսիր ուզե, տեսնվիր ուզե, ինչպես պիտի գարզես, մարդու պես պիտի նստի կուտիմացդ, Աթամ Եվային այդպես էր, Հիսուս Քրիստոսով այդպես եղավ, և վերջին Թադաստանին այդպես էր, աթորին վրա նստած մեկը անց ըլլալով պիտի ներգայանա քեզ։ Եվ հիմա 7 միլիարդ մարդ Աստծո նման կշրջի մեր շուրջը, և ամեն մեկուն այդ գորիզին մեջ թանկագին, հավերժական, հավիտենական, որուն համար Աստծո որդին մեռած արժեքով մեկը կա։ Եվ պետք է գտնենք մենք այդ մեր սիրելի եղբայրները։ Գտնենք եւ զարայենք եւ անոնց փրկությամբ ուրախանանք։ Այս ավետարանը։ Ավետարանի պատկամը այս է։ Եվ երբ որ մենք գնայինք մեր ասկային պատմության հբարդությամբ կտեսնենք, որ իրապես մեր ասկը իր բոլոր թշպատություններուն հագարակ շատ հարուստ եղած է իր բարերար հոգիներով, այդ շինարար հոգիներով, որոնք իրենց ասկի ճակատագիրը փոխած են եւ բազմաթիվ գործվածները կդած են Հարություն Ամիրաբեջյանը Սուլտանի խորհրդականն էր, քանցաբահն էր երկրին եւ ինքը թբիր մներ եկեցի մեջ պատարակ երկող Բոլսո դարբեր եկեցիները այցելել վարժությունը դարձած էր որոշ ժամանակ եւ Նարլը կապիի Սուրբ Հովանես եկեցին գուցե այցելել, որ ծովեզերքն է եւ ծովեն գրնակ հասնել։ Հիմա այդպես չէ, բայց այն ադեն ծովեն Վենեդիգի եկեցիներուն պես ծովեն գրնայք հասնել։ Այդ եկեցին գերտա շաբիգը գահակվի, պատարակին կմասնակցի, բայց եկեցվո դագեն աղունքներ գուկա, բորստուկներ գուկա, շղթաներ թրթոցներ գուկա եւ այլն քարոզը չգնար մտի գնել այդ շարունակ աղմուկներն հետո գարցնեն ինչ է ասիգա ուրեմն այդ ժամանակներով այսինքն անգելանացուներ չգային այսինքն մտքի հիվանդներու համար հիվանդանոցներ չգար կամ փողոցներ էին կամ դուներու մեջ կխնամվեին կամ այդպես եկեցիներուն մեջ կփանդարգվեին Վարիչավ եւ այս խեժ մարդոց վիճակը տեսավ կիսամերկ, ոմանք մերկ, բորացո, գանչո, շղթայված եւ իրենց խնամողները չեն գիտեր ինչ պիտի ընեն եւ ամերան լալու գսկսի ասոնք հայեն ասոնք մեր ասկի զավակներն են եւ մենք բամը չենք ներ ինչպես չենք կրներ եւ հոնդեն գծնի Սուպրգիչ ասկային հիվանդանոցի հիմնումը սուլտանին գերտա իրավունքներ գարնե հողեր
ցերկփերը եւ հիվանդանոցի հիմքերը գտնե եւ գմեցնա այդ հիվանդանոցը եւ օրինակ կհանդիսանա ամբողջ օսմանական պետության հայերը գլան առաջին այդ տեսակի հիվանդներուն համար խնամող հետո այդ հիվանդանոցը ձերանոց կդառնա ուրիշ տեսակի հիվանդներուն թարմանումի վայրը վերածվի եւ այսօր իսպիրկահայության մեծակույն հաստատությունն է ամենեն հարուստ հաստատություններն մեկն է ինչու որովհետեւ հայմը ուրիշ հայերը փնտրեց ուրիշ հայերը կդավ գործվածը չսավ անոր յետևեն ինգավ ինչու որովհետեւ անարակ որդի արագը գարտացած էր այս գործվածները ավետարանը քարոզված էին հարություն ամիրային հոստեղեն չմդավ հոստեղեն չքնած քեղեցիկ երկի բես չլսեց այս խոսքերը սա որ ես ինչպես կրնամ գտնել իմ գործված եղբայրներս ինչ կրնամ մնել անոնց համար այսքան շատ է որ բոսո մեջ այս պատմությունները որ մեկը պատմեմ ուրիշ եկեղեցի ունենք Ռումելի Հիսար Սուրբ Սանթուղթ եւ Սուրբ Թադեոս եկեղեցին ուրեմն 1750-ներուն արդեն մի փոքր մադուր գա եւ կփլի պետք է նորոգել եւ Ամիրամը Ջանիկ Ամիրա Փափազյանը հարուստ մարդ այդ թաղի հարուստներն մեկը այդ եկեղեցին իհմանե գշինե ավոր եկեղեցի կլա եւ հետո հարգավ հոնդը իրեն նախանցողներ կան հայերու մեջ են կքանքադին սուլտանին որ առանց արդյունության շնաց է եւ մեծ պատիժ կար հարգավտը եւ այդ պատիժներու մեջ շատ խիստ էր պետությունը թադապարտեցին եկեցին հիմնովին փլեցին եւ Փափազյանն մեծ դուքանքներով իր հարստության ցերկտրին եւ ինքնալ մեծ ողորմածությամբ չմերցուցին այլ թիերուն ուղարկեցին այսինքն ստրուկ դարձուցին եւ 10 տարի թիավարության բադիշը գրեց հետո ետ դարձավ իր բադիշը լմնցավ Ջանիկ Ամիրա Փափազյանը ինչ կսպասեք այսքան բարի գրած է Աստուծո ասկին թավաջանված է իր ուրած այդ զոհողությունը ոչնչացված է պետք է քշտվի ցանկին եւ հերանա հայության հետալ թքած ունի մսը եւ ցանկը վարե ուրիշ չէ այդպես չներ ինքը վերստին ցերկփերը իր հարստությունը վերստին գհարստանա եւ օրմը սնթուխ մքանցով գուքա օրվան բադիարքին արչեv գտնե այս կանցը գսեվոր այս կանցով Ռումելի Հիսարի եկեղեցին բիդիշնեք հոստե փավալիկ նույնիսկ ավելնալի տրամգա իմ գդագսը ես կդեսնեմ կամ չդեսնեմ բայց այդ եկեղեցին վերստին բիդիշնեք եւ որ արիթը հարմարլա եւ 40 տարի հետո այդ եկեղեցին իհիմանե կփածվի եւ մինչեւ այսօր մենք ունենք եկեղեցիմը գործված էր եւ գտնվեցավ որովհետեւ մեկը կդավ մենք որքան ուրախացանք աղտամարի Սուրբ Խաչ եկեղեցին բացվեցավ պաշտամունքին իր կմպետին վրա խաչը վերստին տնգվեցավ հազարներով կացինք բարբրնեցինք գործված էր գտնվեցավ մեռած էր հարություն արավ իրապես մեր սրտի մեծակույն փախցանքն է մեր գործվածները գտնել հայ արաքելական եկեղեցի հիմնական կորձը եղած է անորամար եկեղեցի շինությունը չփաված մեզ
Թբրոց շնացենք քովը, հիվանդանոց շնացենք, աղկադախնամ մարմիններ հիմներենք, ձերանոցներ շնացենք, միություններ հաստատերենք։ Եվ հիմական այդ բոլորը մեկ պատճառ ունեն, գործվածը գտնել։ Եվ անոնք, որոնք գործվելու վտանգին մեջ են, իմի հավաքել։ Եվ եթե մենք չունենք այս հոգին, այս գործվածը գտնելու հոգին, մեր մեծակույն թավաջանությունն է ասիկա մեր ասկին եւ քրիստոնեության։ Եվ մենք մարդ չենք եղած տակավին։ Որովհետեւ չենք հասկնար, որ մենք ալ գործված էինք մեզ կդան հայ ծնողները մեր, հայ ուսուցիչները մեր, հայ քահանան, հայ եկեղեցականը մեր, հայ դպրոցը մեր, մեզի կյանք տվին եւ մեզի հայ դարձուցին։ Եվ հիմա մեր բարդականությունը, մեր գործված եղբայրները գտնել։ Սփյուռքի պայմանները ասկաբահբանման için, ասկաբահբանման համար իրավես սարսափելի պայմաններ են, շատ սուրդ է։ Շարունակ պետք է շարժիկ, որովհետեւ չսարիկ Սփյուռքյան պայմանները այսպես են։ Տարածված եք ամբողջ աշխարհի վրա։ Աշխարհը որքան մեծ տեղ է, գիտեք դուք։ Եվ ամեն տեղ հայ մը գտնեք։ Ուրախալի բան է, թեև երբ որ մենք գտնենք ուրախանանք, բայց ասկի համար անձնասպանություն է։ Երգիր մի գերտանք, բայց այդ երգիրն ալ մեծ է։ Մենք փոքրամասնություն ենք եւ այդպես տարածված, ծիրուցան եղած, տարբեր քաղաքներ, տարբեր գյուղեր։ Եթե 100 հոգի ըլլանք, մեծ բախտավորություն կսեբենք եւ ամիջապես կուզենք եկեղեցի մի գազմել հոն։ Որուն հետ ընկերություն պիտի ունենք, որուն հետ պիտի ամուսնանանք։ Մեր զավակները հայ պիտի ըլլան, ինչ պիտի սորվեցնենք անոնց։ Մեզի եկածները պիտի կարողանանք փոխանցել, կարժե փոխանցել։ Եթե 10 միլիոն հայ ունենք աշխարհի վրա ծրված, 7 միլիոնը այսօր Սփյուռքի մեջ կապրի այսօր։ 7 միլիոն։ Այս 7 միլիոնը 50 տարի հետո գեսվագես պիտի իջնա, պիտի գործունցնենք, պիտի հալին։ Ասիմիլե պիտի ըլլան, պիտի նմանին իրենց գտնված երկիրներ ու ժողովուրդներուն։ Պատմությունը փաստն է այսօր։ Բայց գեսն ալ քիչ թիվ չէ։ Այդ գեսը կփավե մեզ, եթե կարողանանք այդ գեսը փրկել, նույնիսկ քառորդը փրկել։ Մեր պատմության ճամփորդությունը կշարունակվի այսպես։ Հետևաբար իրավունք չունենք մենք հանձնվելու։ Եթե մեկ ոչխարը անիգա, նույնիսկ 99-ը պիտի թողնք եւ այդ մեկ ոչխարին յետևեն պիտի շարժենք։ Մեր ասկային մտածելակերպը այս պետք է ըլլա։ Եվ քանի որ գիտենք գործվելու գարելիությունը կա, պետք է անոր առաջ կառնենք, բադահելեն առաջ, ըլլալեն առաջ։ Անոր համար է կառույցները։ Մեր բոլոր ասկային կառույցները, եկեղեցի, դպրոց, միություններ, գուսակցություններ, բոլորը մեզ պահպանելու համար է, կպահպանենալ փառք Աստծուն։ Բայց եւ այնպես կացողներ կան, հերացողներ կան։ Եվ պետք ունենք մենք այսկային այդ ծրագիրներուն 100 տարվա, 1000 տարվա։ Մենք երբ որ գիտենք, որ Սփյուռքի մեջ գործվելու գարելիությունը ունենք, ստիպված ենք մագնիսներ ստեղծելու։ Գործվածը գտնելու լավագույն միջոցներն մեկն է մագնիսը։
մայրս ասեղներու դուպ ուներ, թերցագություն եւ օրգներ, այդ ասեղները գործածեր, հետո այդ ասեղները գծրվեին, մեկ գտնել թյուրինչեր եւ աբահովալ չէր, բայց այդ մագնիսը գարներ գշրջեցներ, բոլոր ասեղները գմիանար անոր։ Ուրեմն իսպուրքի մեջ մեր հայաբահբանման մեծակույն իմաստությունը բիդլա այդ մագնիսները ստեղծել։ Այդ մագնիսները ամենեն առաջ ես ցեզ ասեմ գարույցներ չեն, անհատներ են, թունես ես եմ։ Մեր համայնքային կյանքին մեջ ամենեն մեծ օրհնությունը այդ մագնիսական անձերն են, այդ Ջանիկ Ամիրա Փափազյանի պես ընող, թավաջանվող, բայց գրգին ընող։ Եվ հասկացող, որ բոլոր ասկերը թավաջաններ կունենան, բոլոր ասկերը դքետներ կունենան, բայց եւ այնպես կյանքը հագարակ անոնց պետք է ընթանա։ Այո, աբերախտությունը մարդկային կյանքի երեսակներն մեկն է, անպայման ասկային կյանքի հետ ալ կապ չունի։ Բայց հագարակ անոր պետք է մենք մեր գտնված տեղը ուրիշները փնտրենք, ուրիշները գտնենք, քրավչության, ցկողության գետրոնի վերածվենք մենք։ Գրնասնել անիկա։ Անհայոր ուրիշ հայերը գհավաքե մեծակույն օրհնությունն է հայության։ Անիկա հայկական գարույցներն առաջ կուկա, որովհետև այս մարդիկներն որ գարույց կգերդան, եթե 100 հոգի գա եւ հոնդեն մեկ հատի մագնիսը, այդ մեկ անձը գսե որ եկեղեցի պետք է շնանք, այդ մեկ անձը գսե որ միություն պետք է շնանք, հետո այդ մեկ անձը կբազմանա 3 կլա իր ընկերներով, 4 կլա, 5 կլա, հարյուրները, հազարները կհամոզեն անոնք ցերնարկներ կնեն, համերգներ կսարքեն, թատրոններ կսարքեն, քիրքեր կհրաբարակեն, անոնք կօգնեն։ Հետևաբար մագնիս պետք է լաս, որպես ուրիշները գտնես։ Ուրիշները փնտրել են ավելի թյուրին ջամփայ է մագնիս ըլլալը, անոնք քեզի կգտնեն։ Հետևաբար ստված ենք մենք այդ հաջերի քրավիչ գարույցներ հիմնել նաև երիտասարդներու համար, ձերերու համար, հասուն մարդոց համար, մանուկներու համար, թբրոցներուն պետք է մենք աչք ու թիկուն կլանք, պետք է հայ մամուլը պետք է զորացնել, պետք է Մեսրոպյան դարերը ամեն տուն մտնե, հոգ չէ թե կհասկնան կամ չհասկնան, կգարտան կամ չհասկնան, բայց այդ քիրերը իր գախարդանք ունի, տեսնողը գսե որ այս իմ քիրս է։ Մենք երբ որ այս մագնիսները կստեղծենք գործվածները գտնելու համար, իրապես մենք կհասկնանք նաև որ առանց հայրենիքի իսպուրքի մեր պայմանները երբեք շատ լավ չլան, պետք է ամեն ասկ իր երգիրը պետք է ունենա։ Այսօր գրեթե բոլոր ասկերը իսպուրք ունեն, որովհետև ասկերը այնքան շարժուն են եւ այս գլոբալիստ թարուն մեջ ամեն ինչ իրար խառնված է, արժեքները, լեզուները, հետևաբար բոլոր ասկերը իսպուրք ունեն, բայց նաև եթե իրենց գոյությունը պիտի ապահովեն, պետք է հայրենիք ունենան։ Այդ տեսակետdan մեր հոգևոր հայրենիքն է հայ առաքելական եկեղեցին, ուր հայ լեզուն, հայ ձեսը, հայ քարոզը, հայ քիր ու քրագանությունը գա եւ հոնդե հայը իր արմատներուն կգապվի եւ իր աստուծույն կգապվի։ Եվ Հայաստանը որպես հայրենիք մեր հայրերու հոն է եւ պետք է մեծակույն մագնիսը դառնա
բոլոր հայերու համար։ Անոր համար պետք է պահպանվի հայրենիքը ամենքինով։ Այսինքն այս օրերուն մեր դեսած վիճակը Հայաստանին հարգավ թե մեծ դխրություն կպատճառե մեզ, որովհետև Հայաստանի մեջ մեր տեսներիքը մեզի ուժ դվող, մեզի քաշերիքը այդ երկրի միությունն է, աղքատ կրնալ Հայաստանը, հայ ժողովուրդը, բայց երբ որ մեկը միացած է, իրար թշնամի չեն տեսներ, իրենց շահը միասնական է, այս է, որ մեզ ուժ կուտա իսպյուրքեն։ Հետևաբար մեր աղոթքը այն է, որ այս բաժանված վիճակը տեսնել գուզենք մագերեսային, հիմքին մեջ հայրենիքի ժողովուրդը մեկ է և իրենք ճամփա պիտի գտնեն այս միությունը ապահովելը և սեր ու եղբայրություն պիտի դիրե վերստին Հայաստան։ Արցախյան բادرազմը և անոր գորուստները, անոր բացած վերքերը դակավին թարն կգոտան մեր մեջը։ Այո, ցավալի էր արթունքները, մեծ բաներ գործունցուց հայ ազգը, սակայն և այնպես առաջինի չէ, որ մենք գործունցուցինք։ Հայ պատմությունը մեզի գսե, որ մենք կգործունցնենք, հետո վերստին ծեր կանցնենք։ Կփլեն, մենք վերստին կշնենք։ Կրգեն կփլեն, մենք վերստին կշնենք։ Մեզի ինգած այս ճակատագիրը չեմ հավներ, ես որպես հայ։ Ես ալ գուզեի անգամ Օքսֆորդ կացած էի, այդ համալսարաններու քաղաքը բդդած էի։ Այսինքն 700 տարվա շենքեր կային հոն, 500 տարվա համալսարաններ հիմնած են և մինչև այսօր կգործեն։ Ճակատագիրը երբեք այդպիսի փախտնի չէ տված հայուն։ Մենք 100 տարվա կառույցներ չունենք։ Շներենք և ուրիշներն ցկերենք, շներենք և ուրիշտեղ կացերենք, շներենք և մեր ցերքեն խլած են։ Բայց հակառակ այսօր մենք դակավին գանք արևինդակը և պիտի շարունակենք ըլլալ, որովհետև մեր առաքելությունը մարդկային որակը այս է, որ Աստված գուզե, որ մենք աշխարհին ցույց տանք։ Մենք չենք նահանջիր։ Մեր նահանջումը վերստին վերադառնալու համար է։ Այս մագնտացության և տեղատվության պես։ Մեկը մյուսն է։ Պարզապես մարդուն կյանքը կարճ է և չկրնար ներկայացնել այդ բոլոր մագնտացության և տեղատվության այդ ալիքներուն։ Պարզապես մեր ժամանակը հիմա մենք կապրինք այդ փլուզման մեկ ժամանակաշրջանը։ Բայց քիչ եթե համբերենք, պիտի կա գտնելու ժամանակը։ Իմաստուն Սողոմոնը այդպես կսե արևինդակ ամեն ինչ համար ժամանակ կա, ծնելու ժամանակ կա, մեռնելու ժամանակ կա, մնաք բարով ուսելու ժամանակ կա, ողջակուրվելու ժամանակ կա, ցանելու ժամանակ կա, հնցելու ժամանակ կա, ուրախանալու ժամանակ կա, լաց լինելու ժամանակ կա։ Արևինդակ ամեն ինչ համար ժամանակ կա, գործվելու, գործընծնելու, գտնվելու և գտնելու ժամանակ ալ կա։ Հետևաբար սիրելիներ, կյանքը կարճ է։ Մեր բարդականությունը որպես հայ քրիստոնյա մեկ, որպես հոգի մենք գործված ենք, Աստված կդած ենք մենք, Քրիստոս կդած է մեզ, մեր հայրերու հավատքը, այդ հավատքին մեջ են լույսը հասած է և մենք մեր կյանքի
ընթացքը կտեսնենք հստակ։ Հարցումը, առաջին հարցումը այս է։ Եթե ոչ այդ սերբադասխանը, խնդրեմ, արդոնե որ գտնվիս, արդոնե որ Աստված մտնե քու ներսետ, քու սիրտետ ներս։ Հիսուս գսե դրան արջև կգենամ եւ թուրը կզարնեմ, եթե մեկը փանա ներս պիտի մտնեմ, ան ինձ հետ ես անոր հետ ընտրիկ պիտի կատարենք։ Աստված շատ կսիրե քեզ։ Աստված քու ճամփատ կսպասե։ Գուզե որ քու հավիտենական հոգին հավիտենականաբես, հավերժաբես իր քովը ըլլաս։ Սակայն գահարքե քու ազատությունդ։ Այս խոսքերը միամիտ խոսքեր չեն։ Այս խոսքերը կյանքի խոսքեր են։ Եթե ամբողջ կյանքը շահիս քու հոգիդ գործընծնես, ոչ մեկ բան շահած պիտի չլաս։ Հետևաբար փնդրե քու հայրերուդ քեզ համար ցկած կանցերը եւ անոնք քեզ պիտի հարստացնեն։ Երկրորդ, պետք է քու շուրջդ նայես, գործված ները գտնես, նախ հայը, հետո ուրիշ մարդոց։ Եվ գործվածներու համար պետք է ցավ քաշես քու մեջդ։ Նույնիսկ բան մչնես, ցավ պետք է քաշես։ Եվ որ լուրերը դես, այդ գործված կյանքերը կտեսնես, որ ասկիալ պատկանի, քանի որ մարդը քու եղբայրը թե եւ պետք է ցավ քաշեսոն։ Եվ հետո ասես որ ես ինչպես կրնամ օգնել։ Ինչպես կրնամ սերկ երկարել։ Ինչպես կրնամ հայկական գառույցները զորացնել։ Իմ տրամովս, իմ ներկայությանս, իմ անձնական ներդրումով ինչպես կրնամ։ Ինչպես կնամ զարգացնել, ծաղկեցնել, որպես անոնք ավելի մեծ մագնիսներու վերածվին, հայ փեգորները հավաքող։ Ուրեմն քու անձնական գործված ըլլալդ փուժելը հետո պետք է ուրիշներուն գտնվելուն միջնորդները պետք է դառնաս եւ ասիկա քեզի կսպասե։ Ասիկա քեզի պիտի նմանցնե Քրիստոսին, որ գծկե 99 եւ գործված այդ մեկ ոչխարին համար անոր յետևեն գինը։ Աշխարհի մեջ Աստուծո ամենեն ուրախացնող բանը եւ հայտնի է որ հրեշտակներն ալ շատ կուրախացնեն եւ որ գործվածը գտնվի մեղավորը ապաշխարը եւ մարդիկ իրար եղբայրը լալով տեսնեն եւ իրենց ունեցածները ուրիշներու հետ բաժնեն։ Այո, այս գիրագի գործվածները վերհիշելու գիրագին է։ Անարագի գիրագի է։ Երբեմն մեր գործվածը լալը մեր անարագության պատճառով է, երբեմն ալ ուրիշներու պատճառով է, ուրիշներու անարագության պատճառով։ Բայց միշտ հոնդե անարագություն կա, միշտ հոնդե մեղք կա, երբ որ այդ բոլոր գործվածը լալու պատճառները ուսումնասիրեք, միշտ հոնդե պիտի տեսնեք օրինազանցություն եւ մեկը մյուսին իրավունքը խլող, մեկը մյուսին համար այս աշխարհը թժող սարքող, մեկը պիտի տեսնեք on։ Երրորդ բանալ դերևս ասիկա տեսներն է։ Ես պատճառ կդառնամ ուրիշ մարդուն գործստյան։ Իմ պատճառով ուրիշ մարդ կգործվի։ Բաներ մը գնեմ որ եթե չնեմ այդ բաները մարդիկ պիտի հանգստանան եւ պիտի փրկվին։ Ինչպես կվարվիմ իմ փոքրավորներուս։ Ինչպես կվարվիմ իմ կորձիս։ Այնպես որ սիրելիներ պետք է շինի չդառնանք։ Պետք է թրագան անձերու վերածվենք։
պետք է մեզի հետ կյանքը կեծկանա եւ Աստված ուրախանա, որ ստեղծեց մեզ եւ մեզի սա Քրիստոսին ասած այդ խոսքը թայ է իմ սիրելի որդիս, որն հաջեցա։ Դեր օրհնեցես սիրելիներ, Աստված ձեզ հետ թողնա։